Կատարվում է հանցագործություն, հերիք չի հանցագործին բռնում են ռուս սահմանապահները ու դու չես կարողանում քո երկրի իրավապահները ավելի ճիշտ չեն կարողանում նրան այդ բոլոր process-ը անցկացնել նրա հետ, սակայն ես այստեղ ավելի կարևորում եմ մի այլ հանգամանք, քանի որ այդ մարդը հասարակ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի չէր, այլ զինծառայող էր, այսինքն ռուսական պետության ներկայացուցիչներ, իսկ մենք գիտենք, որ ռուսական զորքի գերագույն գլխավոր հրամանատարը հանդիսանում է հենց Պուտինը, ուստի Պուտինը պետք է ամենաքիչը, որ նա կարող է անել, պետք է ուղղակի ներողություն խնդրի ժողովրդից եւ համայն մարդկությունից, որ իր զինվորը, իր բանակում ծառայող զինվորը նման ահաբեկչական արարք է թույլ տվել իրեն եւ դա պետք է լինի ամենաքիչը, որ նա անի։ Ապես այ ասում են մի քաղաքականացեք, այ հենց սա քաղաքականացնում, այսինքն իշխանություններն էս քաղաքականացրել են հարցը, որովհետև տալաս հանցագործին Ռուսաստանին, որպեսզի նա Ռուսաստանում եւ ռուսական օրենքներով դատի եւ ոչ Հայաստանում, սա արդենից նրանց կողմից քաղաքականացված է։ Արդենից ժողովուրդը իրավացիորեն ընկալում է սա որպես քաղաքական պարտություն Ռուսաստանի առջև եւ սա ազգային արժանապատվության նսեմացում, այսինքն մենք որպես պետություն այդքան չկանք փաստորեն, բայց մենք հավաքվել ենք ապացուցելու հակառակը, որ մեր իշխանավորները եւ ստրկամիտ են, մենք ոչ։ Եվ մենք ունենք ազգային արժանապատվություն ու այդ հանցագործը պիտի օրենքի ողջխոսությամբ իր պատիժը կրի հենց Հայաստանի Հանրապետությունը։ Ինձ զայրացրել է այն, որ այսօր մեր երկիրը բռնազավթված է եւ ոչ թե մենակ Հայաստանի դատախազության, այլ ամբողջ իշխանություն հորդորջված դավաճանների, այդ ստոր դավաճանների բազմությունը, ոհմակը, որը այսօր կանգնած է օկուպացիոն ուժերի կողքը ու այս ժողովրդի արունն է ծծում։ Շատ ծանր եմ գնահատում, շատ վիրավորված եմ, արժանապատվությունս ոտնահարված է, համարում են, որ Հայաստանի պետություն գոյություն չունի, իշխանություն գոյություն չունի, իրավապահ մարմիններ գոյություն չունեն, կարծես ես նույնիսկ չէի պատկերացնում, որ նույնիսկ դատախազությունը իրան այդպես կպահի, այնպիսի տպավորություն է, որ բոլորը ծառայում են ռուսական իշխանության շահերին։